Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասն է Unit 11B Practice Your Speaking և կխոսենք տարվա եղանակներից գարնան, ձմռան և գարնան մասին, առայժմ ձմեռ։ Կարդում ենք և համեմատում ենք արձագանների համեմատության աստիճանները, քանի որ նախորդ դասին մեր սովորած քերականական նյութը, որ սովորել ենք քերականությունից, այսօր մենք ամրապնդում ենք վարժությունների և տեքստի միջոցով։ Winter, ձմեռ. Winter is the coldest season of the year. Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է, ամենացուրտ, ամենավորն է, EST վերջավորությունը կոչվում է ամենա և ցուրտ։ Միավանք ածական է cold, միավանք ածականներին ամենամասնիկ ավելացնելու համար մենք գործածում ենք EST վերջավորությունը և ածականից առաջ the որոշիչ հոդը։ Ուրեմն winter is the coldest season of the year, թարգմանեցինք ամենացուրտ եղանակն է, ամենա։ It often snows, often հաճախ ձյուն է գալիս, and there is much snow in winter. There is կա much snow, շատ ձյուն։ Much ինչ էր նշանակում, շատ, որը գործածվում էր անհաշվելի գոյականների հետ, ձյուն, անձրև, թանաք, հաց, կարագ, պանիր, սրանք անհաշվելի գոյականներն են։ Հիմա ասացինք much, անհաշվելի գոյական, անկանոն ածական է, նախորդ դասին սովորեցինք, որ անկանոն ածականները իրենց համեմատության աստիճանը չեն կազմում, ինչպես կարգն է, կանոնով չի կազմում, այսինքն ER, EST չի ավելանում որպես միավանք ածական, ինչպես են կազմում, համեմատական աստիճանում կրնի more, գերադրական աստիճանում կրնի most, the-ի հետ միասին։ Ուրեմն այստեղ տրված է դրական աստիճանով, հենց առաջին շարքում, որ գրված էր much։ Children like to ski, երեխաները սիրում են դահուկել, skate, չմշկել, play snowballs, խաղալ ձնագնդի, and make, պատրաստել, ձնեմարդ, snowman, man-ը գիտենք, մարդ, snow-ը ձյուն, ձնեմարդ, snowman. They like this season, նրանք սիրում են այս եղանակը, because, որովհետև Christmas and New Year holidays come in winter, որովհետև ծննդյան տոները և նոր տարին գալիս են ձմռանը։ Շարունակենք մեր դասի ամրապնդումը։ Հիմա դասի նոր բառերը։ A snowball, ձնագնդի, a snowman, ձնեմարդ, a holiday, արձակուրդ, տոն, օր, to snow, ձյուն գալ, to ski, չմշկել, to skate, դահուկել, to skate, չմշկել։ Հիմա լրացնում ենք բաց թողնված բառերը, իհարկե տեքստից ենք վերցնում։ Winter is the coldest season of the year, դասի նախադասությունն է։ There is much snow in winter. It often snows in winter. Children like to ski, to skate, play snowballs and make snowmen. Children like winter because Christmas and New Year come in winter. Հաջորդը True or false. Մենք այս տիպի վարություններին ծանոթ ենք, ճիշտ թե սխալ։ Ուրեմն որ նախադասությունը որ համապատասխանում է տեքստի գրածին, ասելու ենք true, որը ոչ, ասելու ենք false. Winter is the coldest season of the year. True. There is not much snow in winter. False. It often snows in winter. True. Children play football and basketball in winter. False. Children do not like winter. False. Վարժություն 9. Այս վանդակում տրված են ձմռան վերաբերյալ բառեր, որը մենք պետք է գործածենք պատմություն գրելու համար, շարադրություն, այսպես ասած։ Հիմա
ինչ ասենք, օգտագործենք բառերը եւ սկսենք։ Winter months are December, January and February. Winter is the coldest season of the year. I like winter because it often snows in winter and we play snowballs, make snowmen, skate and ski. And yeah, I like winter because Christmas and New Year holidays come in winter and we have winter school holidays. Փոքրիկ ոտանավոր ձմռան վերաբերյալ rhyme ոտանավոր. The snow is falling, the wind is blowing, the ground is white all day and all night. Ջունը թափվում է, քամին փչում է, գետինը սպիտակ է, all day and night, գիշեր ու ցերեկ։ Հիմա գարուն, ձմռան մասին խոսեցինք, համեմատության աստիճանները կային, համեմատեցինք, հիմա տեսնենք գարնան մասին ինչի ասում, նորից խոսելու ենք ածականի համեմատության աստիճանների մասին այս տեքստում։ Spring is the most beautiful season of the year. Գարունը տարվա ամենագեղեցիկ եղանակն է, որն է ամենաբառը most։ Ինչու վերևում ձմռան դասի մեջ ասացինք EST վերջավորություն թարգմանեցինք ամենա, այստեղ most-ն եմ ասում ամենա, որովհետև այնտեղ ցուրտ բառը միավանք էր, միավանք ածականներին ամենա ասելու համար EST էինք ավելացնում, իսկ բազմավանք ածականների դեպքում ամենա ասելու համար most ենք օգտագործում եւ նրանից առաջ the most beautiful ամենա գեղեցիկ. Spring is warmer than winter. Գարունը ավելի տաք է, քան ձմեռը, քան than, հիմա ավելի, որն է ավելի բառը, մեր մոտ առանձին է գրվում, իրենք բառի վերջում, վերջավորություն որպես warm, տաք, ավելի տաք, երը ավելացավ, կոչվեց ավելի, ուրեմն տաք, ավելի տաք, ավելին սա է, than winter, քան ձմեռը, but it is colder than summer, նորից համեմատում է, բայց ավելի ցուրտ է, ավելի եւ ցուրտ, քան գարուն, ամառը. The snow melts, ջունը հալչում է. The grass and the leaves on the trees are green, խոտը եւ տերևները ծառի վրա կանաչ են. The sun shines, արևը փայլում է. Brighter, ավելի պայծառ, bright, պայծառ, ավելի պայծառ, ավելացավ, դառավ ավելի. And the days become longer, եւ օրերը դառնում են ավելի երկար, ավելի եւ long, երկար. Հիմա դասի նոր բառերը. to become, դառնալ, to melt, հալչել, to shine, փայլել, a leaf, տերև, bright, պայծառ, warm, տաք. Լրացնենք վարժությունը. Նորից տեքստի արտահայտություններն են. Ուղղակի տեքստը սովորելուց շատ լավ պետք է սովորեք, որ անմիջապես կարողանաք հիշել ինչ բառ պետք է տեղադրեք, կամ էլ հետ եք տալիս տեսահոլովակը, նախադասություններին նայում եք տեքստի, այնուհետև անցնում եք այստեղ, որպեսզի կարողանաք ճիշտ բառը գրել. Spring is the most beautiful season of the year. Is the most beautiful. Spring is warmer than winter, but it is colder than summer. The sun shines brightly, and the days become longer. The snow melts. The grass and the leaves are green. True or false? Spring is the most beautiful season. True. Spring is warmer than summer. False. The snow melts in spring. True. The grass and the leaves on the trees are green. True. The days in spring are shorter than in winter. False. Փոքրիկ ոտանավոր. When it is May, we play and sing.
երբ մայիս է, մենք խաղում ենք եւ երգում We are all gay, մենք շատ բոլորս ուրախ ենք, we greet the sun, մենք ողջունում ենք գարնանը։ Վերջացրինք Unit 11B դասը, հիմա ամփոփենք, ինչ սովորեցինք այս դասից։ Նախորդ դասին ասացինք, որ սովորել էինք ածականի համեմատության աստիճանները, որոնք են աստիճանները համեմատական եւ գերադրական աստիճանները։ Ասացինք, որ համեմատական աստիճանում ավելանում է ER վերջավորությունը միավանք բառերում, շեշտում եմ միավանք բառերում, եւ միավանք բառերում գերադրական աստիճանում EST վերջավորությունը եւ բառից առաջ գրվում է, այսինքն ածականից առաջ պետք է անպայման գրվի the։ Հիմա բազմավանք բառերի մասին, բազմավանք բառերի համեմատական աստիճանը կազմում ենք more բառի միջոցով եւ քան than եւ գերադրական աստիճանը the most բառի միջոցով, որը դրվում է ածականից առաջ։ Այսքանը այս դասի վերաբերյալ։ Goodbye.